Բարոզես։ Գերիների վերադարձից մինչև հնարավոր կալանավորում եւ հետընտրական զարգացումներ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել մեծ ասուլիսով եւ պատասխանել 1 տասնյակից ավելի լրատվամիջոցների հարցերին։ Լրագրողները նախ հետաքրքրվել են, թե ինչպես է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը պատկերացնում գերիների վերադարձը։ Ցանկացած մարդ, հայ, ղեկավար, պատասխանատու կամ Հայաստանի բնակչի համար դա մեր պատվի խնդիրն է, մեր արժանապատվության խնդիրն է։ Կանք ու զինվորները, կանք ու նախագահները, գեներալները, որ այնտեղ են, դու ոչ կարաս գլուխդ բարձր պայես կամ ասես, պետք է այդ հարցով զբաղվես։ Ցանկացած սիրելի լրագրողներ, լուծում ունի, չլուծող խնդիր աշխարհում չկա։ Ես դա ասել եմ, մեկ անգամ եւս ասում։ Հարկավոր է զբաղվել, հարկավոր է դիմել։ Այո, պետք է Ալեքսանդր Գրիգորիչին էլ, Լուկաշենկոին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրովիչին դիմել, Տրամպին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել։ Հարկավոր է զբաղվել, հարցը կարգավորել, դիմելով, դա միջնորդով կլինի։ Եթե մենք գնում ենք խաղաղության, եթե մենք գնում ենք զիջումների, եթե մենք անգլավներ ենք տալիս, խի Ադրբեջանից մի հոգի մեզ մոտ չկա, մենք սաղ տվել ենք, բայց մեր ու կնդեղ է արդարացի մոտեցում է։ Հա, եթե մենք ճանապարհ ենք բացել, մենք բենզին ենք բերում, ցորեն ենք բերում, եղբայրություն, եթե տենց ուրեմն այդ հարցերը պետք է փակված լինեն, ամեն ինչը լուծում ունի։ Եթե զբաղվող կա, հետևող կա, կապ ունեցող կա, ծանոթություն ունեցող կա, շրջապատ ունեցող կա, որ կարողանան բանակցեն, հարցերը կարգավորեն։ Եթե այսօր Իրանն ու Ամերիկան կարող են անկյուններ գտնել, կազմակերպել, բանակցել, ընդհանուր հայտարարի գալ, ոնց կարող ենք չկարողանանք մեր գերիների հարցը կարգավորելու։ Պարոն Ծառուկյան, Լուկաշենկոյի դուք ընկերական հարաբերություններ ունեք, Լուկաշենկոն էլ Ալիևի հետ ընկերական։ Այո, բայց դա եմ ասում։ Դուք հիմա պատրաստվում եք դիմել Լուկաշենկոյին կամ հիմա կամ թեկուզ եթե իշխանության գա, կամ փորձել եք մինչ այս դիմել, օրինակ այդ թեմա առասարակիր հետ խոսք եղել է թե ոչ։ Շատ բաներ ձեզ չասեմ, բայց ամենակարևորը իմացեք հնարավորություն դեպքում մի ամիս չի կարող տևել, որ իրանք այնտեղ մնան, եթե հնարավորություն իմ ձեռքում լինի։ Լուկաշենկոյի որ հարցով ես դիմել եմ, ասել եմ, 2 րոպե չի տևել։ Չլուծող խնդիր գոյություն չունի, ձևի հարցերա կարգավորում եղբայր, դա ինչ հարց է։ Հանուն ունեցվածքի հայրենիքս չեմ դավաճանի ընդգծում է Գագիկ Ծառուկյանը, բացառելով ցանկացած տեսակի գործակցություն Փաշինյանի իշխանության հետ, անգամ ունեզրկման մասին սպառնալիքների դեպքում։ Ծառուկյանը նման է, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեն, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց։ Խնդրում եմ ձեզ, դուք գնացեք մի հատ մարդկանց տները, իրավիճակը նայեք, ձեռները նայեք, տան ունեցվածքը նայեք, սիրտդ կցավա։ Ոնց կարա դու քո ունեցվածքի համար, ընդմիշտ դու ոնց դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարաններից չի երբեք ես չեմ կարող։ Հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի ես հզոր տղերք ունեմ։ Այսինքն ձեզ համար դա արժանապատվության հարց է, դուք մինչև վերջ գնալու եք եւ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չի լինելու։ Ես իմ անուն ազգանունը որպես տղամարդ, որպես հայ, արժանի մարդ, Ծառուկյան Գագիկ, ես ձեզ ասեմ, ոչ մի կոմպրոմիս չկա։ Դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի։ Լրագրողները հիշեցնում են 2015 թվականը, երբ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին։ Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ հայտարարում է. պատճառը արյունահեղությունից խուսափելն էր, հիմա էլ երբեք թույլ չի տա, որ ժողովուրդը տուժի։ Ես կարա միայն իմ արունը թափեմ։ Իմ ժողովրդի արունը ես նորից եմ ասում, չեմ կարա։ Թող բռնեն, ունեցվածքս վերցնեն, ինձ գնդակահարեն, հարկը իմ համար մեծ պատիվ է, միշտ սաղ հպարտ, հզոր, մեկ ամ բոլորն են մականացվեն, որ պատմության էջում կգրվի, որ մարդար հանուն իր հայրենիքի ժողովրդի հարց չկա։ Ինչ կա իմ նպատակն է իրականացելը, միայն մնացել է Քրիստոս արձանը, այն արդեն պատրաստ է, մենակ մնում է մի տարի ժամանակ են իմ տղերքը կդնեն տեղ, հարց չկա։ Եթե իմ ժողովրդից պետք է արուն թափի, ես չեմ անում։ Բայց փողոց կհանեք մարդկանց։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ասենք թե խարդախություն, արամություն, անպայման ինչի մասն է խոսքը։ Բայց արուն թափելու ես ձեզ ասում եմ բացառված ես դու չեմ տա։ Կարամ իմ արունը թափեմ, դուս գամ։ Բայց որ իմ ժողովրդից պետք է արուն թափի, ու ասեն Ծառուկյանը իր պաշտոնը իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց արնայողության, ես դա չեմ ուզում։ Բայց եթե ժողովուրդը իր ձայնը տանի տա, ինչ պետք է անենք։ Այսօր ընտրությունը ժողովրդին է։ Ոնց կորոշի ժողովուրդը ինքն է ընտրում իր ապագանել, իր երեխայի ապագանել, վաղվորնել, ասեմ, իմացեք, որ բոլորից հետ շնորհակալ եմ, ձայն տանեք, շնորհակալ եմ, չտակել շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ։
Էլի ես ձեր Ծառուկյանը, դուք մտածեք ձեր երեխաների, ձեր վաղվա ապագայի համար։ Չունի արդյոք Գագիկ Ծառուկյանը մտավախություն, որ իրավապահները կարող են գնալ նաև նրա հետևից։ Եթե ինձ ուզում են ավելի հերոսացնել, իրաց ցավը տանեմ, քանի որ մի շաբաթ ժամանակա թող գան։ Անձնական շահ չկա, որովհետեւ հանցագործություն չկա, կաշառք տալ չկա, խնդիր չկա։ Ես այսօր էլ պատրաստ շատ հանգիստ տունել եմ զգուշացրել, ամենակարևորը թանկը իմ համար մայրիկս է, որ մայրիկին ասեմ ժամանակավոր բան ալելու բաբու ջան, հանկարծ չնեղվես։ Պետք է գնանք քննության, կարող է մի ամիս, ասենք 2 ամիս ժամանակավոր բան լինի։ Ռեալ բան չեն գործե, որ դրա համար եսի մարդու եսի ինչ են անում։ Այնպես որ եթե ուզում են հերոսացնել, ես շատ ուրախ եմ։ Ով է Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն եւ երբ է հայտարարվելու նրա անունը, հետաքրքրվում են լրագրողները։ Ժողովուրդը նորություն ազում, մեզ պետք է ապագայի վարչապետ։ Թեկնածուները կան, 4-ն են, իրանք էլ չգիտեն, որ իրանք են։ Ես ավելի պարզ ասեմ ձեզ, որ բացում եմ, քարտերը բացեմ։ Իրանք էլ չգիտեն։ Ես որից եմ եկին խոս չեմ տվել։ Որ դեպքում է ԲՀԿ ղեկավարը հնարավոր համարում գործակցությունը ընդդիմադիր մյուս ուժերի հետ հունիսի 7-ից հետո։ Ես իմ ժողովրդին ներկայացրել եմ մեծ ծրագիրը, առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Եթե մարդիկ ընդհանուր համաձայնություն գտան, բարձր կարող են քննարկել իրենց ծրագրի հետ, որը ժողովրդի համար ընդունելի անհրաժեշտ է, ես դեմ չեմ կարող է որոշ ուղումներ ծրագրերի մեջ իրենց ավելի լավը լինի, որը որ այսօրվա պայմաններում դա օգուտ է իմ երկրին, իմ ժողովրդին, ուրեմն այդպես կհամաձայնվեմ։ Ես չեմ գնացել ինչ որ մի քանի մանդատի համար խորհրդարանում տեղավորվելու համար Ծառուկյանը ոչ դրա կարիք ունի, ոչ էլ ցանկություն ունի։ Ինչու է Փաշինյանի հռետորաբանությունը վերջին շրջանում կոշտացել։ Գագիկ Ծառուկյանի խոսքով պատճառը վարկանիշի անկումն է։ Իրենք էլ ունեն հարցումները, իրենք էլ են տեսնում, ասենք թե այսօր բոլորը զգում եք, որ վարչապետը առաջվա վարչապետը չի, ժողովրդի կողմից ընդունված, ժողովուրդը ոնց էր 8 տարի առաջ, բոլորս էլ գիտենք ոնց են ընդունում, ճիշտ է թե ոչ։ Իսկ այսօր ոնց են ընդունում։ Մարդը որ վտանգը տեսնում է, ջղային անում է, ներվային անում է, ոնց ասում մեկ, այս երկրում մի որոշող կա։ Ես եմ, բայց թիմը որ հետդ կանգնել է եկել է, թիմն էլ է պատասխան տալու չէ իր հետ։ Բայց թիմին հնարավորություն չի տալի խոսելու, մարդը պետք է ընդունակությունը լսելու։ Ընտրախախտումների դեպքում որոնք են լինելու Բարգավաճ Հայաստանի քայլերը։ Հնարավոր է արդյոք փողոցային պայքար։ Թող գա ժամանակը 19 կուսակցություն մասնակցում, ամեն մեկն էլ ունի իր վստահված անձը, ճիշտ է թե ոչ։ Նայելու են, եթե ինչ որ բռնի ու ժողով, ես իմ ինչեր արեցին, բարձր եւ ոչ ժողովուրդը կհամակերպի, ոչ մենք, բայց եթե քո ժողովուրդը գնաց ձայնը տվեց, որովհետեւ հիմք չկա, ինչ պետք է անես։ Ուզում եմ հարցնեմ։ Կախված է ժամանակից, կախված ընտրությունից։ Ընտրության ժամանակ բարձ կլինի։ Բոլորն էլ կտեսնեն, այդքան դիտորդներ կան, այդքան մենք վստահված անձիկ ունենք, հետևողներ ունենք, լրագրողներ ունենք, կնայեն։ Եթե նորմալ անցել է, թող իրենց հալալ լինի, եթե կան, բայց այսօր ես քեզ ասում եմ, ինչքան որ շփվել եմ, ինչքան որ տեսել եմ, ինչքան որ ինքը գնում է, ոչ մի բան չի կարա լինի։ Չի կարա հավաքի։ Այսօր իր բարկությունը, այդ ամեն ինչը դրա արդյունքն է։ Եթե ինքը զգար, որ առաջվա Նիկոլ Փաշինյանն է, բոլորը ընդունում են, երդվում են, հավատում են, դա ուրիշ էր։ Իսկ այսօր հենց այդ ներվայնանալ, ջղայնանալ հենց դրա հետ է կապված։ Գագիկ Ծառուկյանը լրագրողների խնդրանքով արձագանքում է քարտեզի մասին իր հայտարարության վերաբերյալ իշխանականների մեկնաբանություններին։ Ես որպես քաղաքական գործիչ այս երկրի բնակիչ ուզում եմ իմանամ, այսօր այդ քարտեզը մեր վարչապետը իր թիմով է հայտ բերե, կորցրել ենք հետա բերե։ Հա? Ինքը այդ եղածը կարում է վտանգ պահի։ Երաշխավորացա, որ այդ տարածքները շեղում չի ունենալու, ադրբեջանցիները, որ Սյունիքից, Ջերմուկից, Սարի վրա ասենք թե Վարդենիսում եկել են մեր տարածքն ստել են, նրանք հետ են գնալու։ Եթե հետ են գնալու, եթե կա թուղթը ստորագրած, ասեմ պարոն վարչապետ ջան, կներես, դու լրիվ ճիշտ ես, խաղաղություն ես բերել, մենք խաղաղության կողմնակից ենք, արդեն պետք է դնենք տնտեսությունը զարգացնենք։ Նրանք հետ գնացող չեն, նրանք դրել են բետոնապատել են, այնպիսի բաներ են սարքել ընդեր, որ նրանք կյանքում հետ չեն, նրան առաջ են գալու։ Այս սկզբունքով շարունակվեց 3-4 ամիս, կարող է 6 ամիս, կամ մինչև նոր տարի, նույն Արցախի ճակատագրին են արժանանալ։ Ալիևի նպատակը, նրա խոսալը մեր վարչապետի հետ շատ վատ է, գործընկերոջ պես չի խոսում։ Իսկ մեր անկախ ամեն ինչից ուզենք թե չուզենք, մեր վարչապետն է, դա մեզ է վերաբերվում։ ԲՀԿ ղեկավարը նաև անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին։ Լրագրողներից մեկը հիշատակում է Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը եւ Պուտինի Հայաստանի հետ հնարավոր ապահարզանի մասին հայտարարությունը։
Սա թակարդ է։ Ռուսաստան, Արևմուտք, ում հետ։ Մենք բոլորը հետ լավ պետք է լինենք։ Այսօր մենք իրավունք չունենք թշնամանանք, որից է մի երկրի հետ։ Աշխարհի բոլոր երկրների հետ շփվել ենք, բայց հիմնական շարժը, աշխատանքը, շփումը, արտահանումը, ներկրումը 80% եղել է Ռուսաստանի հետ։ Եթե մենք պատրաստում ենք Ռուսաստանի հետ թշնամանալու, պետք է մտածենք մեզ ինչ վտանգ է գալու։ Մենք կարող ենք դրա տակից դուրս գանք, թե չենք կարողանում։ Մենք 100% պետք է փորձած լինենք, որ մենք դրանից ավելի լավ պայման ենք ստեղծում մեր ժողովրդի համար, մեր գործարարի համար, մեր գյուղատնտեսության համար։ Եթե առանց մտածել քայլ ենք կատարում, մենք փչացնում ենք մեր հարաբերությունը, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Դա ինչ է մեզ տալի, որ լրիվ վերանա, ավիրվի, քանդվի, ասում են մեր մոտ լրիվ նորմալ է, մեր հարաբերությունները նորմալ է, եղբայր ջան, ձեր հարաբերությունները նորմալ է, չի երևում նորմալ է, որ դու հրավիրել ես, ասենք թե Զելենսկին է եկել, մյուսն է եկել, թե Ռուսաստանին վիրավորելով, ասելով, գործընկերները այդպես բան ո՞նց են անում։ Տարեկան 3 միլիարդ դոլարի պտու բանջարեղեն գինի եւ կոնյակ արտահանում են, որստե արտադրում են, մշակում են, պատրաստում ուղարկում են։ Հիմա այդ մարդիկ այսքան ճանապարհներին ծաղիկում, միրգու, պամիդոր, վարում, կլուբնի, կոնյակ ճանապարհների կանգնած, եթե իրենք ուղղություն ունեն, որ այդ ճանապարհը միանգամից բացում է Եվրոպայի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ես դեմ չեմ։ Մարդը պետք է 100 անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Եթե նրանք այդքան ամբողջ թիմով գոռալով այո, իրաց սամնել տանեմ, թող անեն, տեսնեն ժողովրդի կարգավիճակը ոնց է լինելու։ Ներքին համերաշխության մասին ԲՀԿ առաջնորդը հաճախ է խոսում։ Երկրի զարգացումն ու ամրացումը այդ ճանապարհով է պատկերացնում։ Հայաստանը ծանր իրավիճակից հանելու համար պետք է վերկուսակցական կոնսոլիդացիա լինի։ Իսկ մինչև այդ ԲՀԿ ղեկավարը կարևոր է համարում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրությանը։